5 միֆ տիեզերքի մասին, որոնց դեռ հավատում ես։ Արի ֆիզիկայի օգնությամբ հասկանանք իրականությունը։ Միֆ 1. Արևը դեղին է։ Արևը իրականում բացարձակ սպիտակ է, քանի որ լույս է արձակում տեսանելի սպեկտրի բոլոր տիրույթներում։ Այն դեղնում կամ կարմրում է միայն արևածագին ու մայրամուտին, երբ մթնոլորտի հաստ շերտը ցրում է կապույտ լույսը։ Տիեզերքի վակուումում այն սպիտակ աստղ է։ Միֆ 2. Կա կենդանակերպի 12 նշան։ Աստղագիտորեն արևն անցնում է 13 համաստեղություններով, ոչ թե 12։ Հին օրացույցները բաց են թողել։ Օձակիրը, որպիսի թվերը համապատասխանեն ամիսներին, բայց արևը տարեկան մոտ 18 օր, նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 17 անցկացնում է հենց այդ համաստեղությունում։ Համաստեղությամբ օձակիրներ կան, գրեք ներքևում։ Միֆ 3. Լուսնի հակառակ կողմը միշտ մութ է։ Քանի որ լուսինը միշտ նույն կողմով է շրջված դեպի երկիրը, մենք տեսնում ենք միայն մի երեսը։ Բայց նորալուսնի ժամանակ հակառակ կողմը լիովին լուսավորվում է արևի կողմից։ Այն մութ չէ, պարզապես տեսանելի չէ մեզ համար։ Բայց NASA-ի բացառիկ կադրերի շնորհիվ մենք կարող ենք տեսնել եւ հիանալ լուսնի թաքնված կողմով։ Միֆ 4. Ընկնող աստղերը իրական այրվող աստղեր են։ Ընկնող աստղերը աստղեր չեն, այլ երկնային քարի ու փոշու հատիկներ։ Երբ դրանք մտնում են մեր մթնոլորտ, օդի շփումից սկսում են շիկանալ։ Տիեզերքում դրանք մետեորիդներ են, երկնքում փայլելիս ասուպներ, իսկ եթե հասնում են գետնին, երկնաքարեր։ Միֆ 5. Համաստեղությունները աստղերի խմբեր են եւ գտնվում են մեկ հարթության մեջ։ Համաստեղությունները հեռավոր աստղերի պրոյեկցիա են գիշերային երկնքում։ Դրանց աստղերը ֆիզիկական կապ չունեն եւ իրարից միլիոնավոր լուսատայիներով հեռու են։ Եթե փնտրում ես աստղային խմբեր, նայիր աստղակույտերին։ Այդ դրանք ֆիզիկապես հարևաններ են, կապված ձգողականությամբ։ Միֆերը գրավիչ են, իրականությունը տպավորիչ։ Իսկ դու ինչ ես լսել տիեզերքի մասին, որ քեզ զարմացրել է։ Գրիր մեկնաբանություններում եւ մենք կպարզաբանենք։